Հայաստանը տարածաշրջանի ամենափոքր անտառային ծածկ ունեցող երկրներից է ընդամենը 11,2%։ Եվ առանց նպատակաուղղված գործողությունների երկրի անտառային տարածքները կարող են անդառնալիորեն կորսվել, քանի որ Հայաստանում դրանք ամենավտանգված էկոհամակարգերից մեկն են։ Անտառային տարածքները հիմնականում երկրի հյուսիս-արևելյան եւ հարավ-արևելյան մասում են, դրանց 70%-ը դեգրադացված է, իսկ անտառածածկ տարածքներն աստիճանաբար վերածվում են խոթարքների։ Այս ամենին նպաստում են մարդկանց անտարբերությունն ու հանցավոր գործողությունները, ծառահատումները, որոնք տարածքը տանում են անապատացման։ Մինչդեռ կարևոր է իմանալ, որ անտառների պահպանումը առաջնահերթություն է երկրի առևտրային եւ էկոլոգիական ապագայի համար։ Եվ ուրեմն, անտառատնտեսության տնօրենն ու անտառապետերը ապօրինի ծառահատումների թույլտվության դիմաց կաշառք են ստացել։ Պայմանավորվածությունը ձեռք բերելուց հետո անտառատնտեսության տնօրենն ու անտառապետերը բազմաթիվ անձանցից որպես կաշառք ստացել են ընդհանուր շուրջ 1,5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, որի դիմաց նշված անձանց թույլատրվել են անտառատնտեսության տարածքից առանց որևէ խոչընդոտի իրականացնել ապօրինի ծառահատումներ։ Ընդ որում կատարվել են նաև անտառահատման տոմսերում նշված քանակները գերազանցող ծառահատումներ։ 8 անձի, այդ թվում կաշառք ստացած պաշտոնյաների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել դատարան, սակայն մեղադրյալներից որևէ մեկը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքն ու վկայակոչում մի շարք խնդիրներ, որոնք առկա են եղել քննության ընթացքում։ Հակակոռուպցիոն կոմիտեն քննված քրեական վարույթով ներկայացրեց իրականացված լայնածավալ վարույթային գործողություններ, որոնց արդյունքում բացահայտվել էին Լոռու մարզում ապօրինի ծառահատումներ իրականացնելու դիմաց շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի հայ անտառ պոհակի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու բազմաթիվ դեպքեր։ Անտառտնտեսության տնօրենին ու անտառապետերին ապօրինի ծառահատումների թույլտվության դիմաց կաշառք ստանալու համար մեղադրանք առաջադրեցին։ Ընդհանուր 8 անձի, այդ թվում կաշառք ստացած պաշտոնյաների վերաբերյալ դատական գործընթաց սկսվեց։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով բացահայտվել է Լոռու մարզում ապօրինի ծառահատումներ իրականացնելու դիմաց հայ անտառ պոհակի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու բազմաթիվ դեպքեր, մասնավորապես նախաքննությամբ հիմնավորվել է, որ հայ անտառ պոհակի անտառտնտեսություններից մեկի տնօրենը 2024 թվականի հունիսից սեպտեմբեր նկատ ժամանակահատվածում պայմանավորություն է ձեռք բերել 5 անտառապետերի հետ, իրենց տարողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունը օգտագործելով կաշառք տվողների օգտին, թողտվություն դրսևորել եւ ապօրինի այլ գործողությունների դիմաց։ Մասնավորապես պայմանավորությունը ձեռք բերելուց հետո անտառտնտեսության տնօրենը անտառապետերը բազմաթիվ անձանցից ստացել են ընդհանուր շուրջ 1,5 միլիոն դրամ կաշառք, որի դիմաց թույլատրել են հիշալ անտառտնտեսությունից հանել անտառահատման տոմսերում նշված քանակները գերազանցող ծառահատումներ։ Անտառտնտեսության տնօրենին եւ 5 անտառապետներին կաշառք ստանալու համար մեղադրանք ներկայացվեց։ Անտառտնտեսության տնօրենին եւ 5 անտառապետերին մեղադրանք է ներկայացվել քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին եւ 3-րդ կետերով, իսկ նրանց կաշառքված անձանց ներկայացվել է մեղադրանք քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է եւ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են ըստ դատախազին, այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Մեղադրյալներից որևէ մեկը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։ Ավելին, պաշտոնյաների նկատմամբ վարույթն իրականացնող մարմինը մեղմ ասած որևէ կոնկրետ փաստ չի դրել մեղադրանքի հիմքում։ Անտառտնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած Վահրամ Ասատրյանի պաշտպան Սամվել Անդրեասյանի խոսքով նախաքննական մարմինը մեղադրանքում չպարզված մի շարք հանգամանքներ է ներառել։ Իմ վստահորդը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, շատ կարևոր հանգամանքի մասին եմ ցանկանում խոսել, որ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման մեջ 4 անգամ օգտագործվում է չպարզված բառը, ըստ էության չպարզված մեղադրանքի բովանդակությունը հետևյալն է, որ չպարզված հանգամանքներում, չպարզված անձի կողմից չպարզված ժամանակ, չպարզված քանակի կաշառք գումարները փոխանցվել իմ վստահորդին, ինչպես նաև գործով անցնող մյուս մեղադրյալներին։ Այսինքն նախաքննության ամբողջ ընթացքում այդպես էլ կարևոր հանգամանքներ, որոնք ըստ վարույթ իրականացնող մարմնի պետքա պարզվել, այդպես էլ չպարզվեց։ Ու չպարզելու հանգամանքը ոչ թե կախված է նրանից, որ իրականում նման բան տեղի է ունեցել, դրա սակայն չի պարզվել, այլ
դա նշանակում է, որ իրական նման բան տեղի չի ունեցել, դրա համար չի պարզվել։ Սույն գործով միակ ապացույցը, որը վարույթ իրականացնում մարմինը ձեռք է բերել, իմ պաշտպանյալի աշխատասենյակում իրականացրած ներքին դիտում օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու վերաբերյալ ապացույցն է, բացի ներքին դիտում օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու վերաբերյալ ձեռք բերված տեղեկություններից այլ տեղեկատվություն գործում առկա չի։ Այսինքն 23 դրվագ կաշառք ստանալու մեջ մեղադրվող անձի դեմ որևիցե մեկը ցուցմունք չի տվել, որ անձամբ կաշառք է փոխանցել եւ առասարակ կաշառք տալու եւ ստանալու վերաբերյալ սույն գործունեությունում որևիցե ապացույց ձեռք չի բերվել։ Փաստաբան Հրանտ Վարդանյանն ընթերցում է մեղադրանքը, շեշտադրելով, որ վարույթով հիմնավոր ապացույցներ առկա չեն։ Քննությամբ չպարզված անձը 2024 թվականի հուլիսին կամ օգոստոսին չպարզված օրը Գիլիզայի անտառտնտեսություն մասնաճյուղի տարածքից իրականացրել է ապօրինի ծառայատում եւ անտառապետ Տիգրան Ղարիբյանի թողտվությամբ ու գիտությամբ հատված փայտյանի դուրս է բերել անտառտնտեսության տարածքից։ Հիշյալ ապօրինի անգործության եւ անվանավորչության համար Տիգրան Ղարիբյանն ապօրինի ծառայատում իրականացրած անձից որպես կաշառք ստացել է չպարզված չափի գումար։ Կաշառքի առարկան ստանալուց հետո 2024 թվականի օգոստոսի 12-ին ժամը 13:00-ի սահմաններում Տիգրան Ղարիբյանը Լոռու մարզի Ալավերդի համայնքի Շամլուղ բնակավայրի առաջի փողոցի 13 հասցեում գտնվող Գիլիզայի անտառտնտեսություն մասնաճյուղի վարչական շենքում գտնվող Վահրամ Հասրատյանի աշխատասենյակում հանդիպել է վերջինից եւ փոխանցվել ստացված կաշառքից Վահրամ Հասրատյանի մասնաբաժինը չպարզված չափի գումարը։ Ընդհանուր բոլոր մեղադրանքները մոտավոր նման բնույթ ունեն, որ չպարզված անձից ստացել են չպարզված չափի գումար, կաշառք ապօրինի ծառայատումների համար։ Քրեական գործի նյութերում առկա չի գեթ 1 փաստական տվյալ, որ իմ վստահորդի կողմից սպասարկվող տարածքում անտառտնտեսության որևէ ծառայատվել։ Այսինքն առհասարակ սա վարույթն իրականացնող մարմնի ենթադրություններն են, որ ապօրինի անգործության համար իմ վստահորդին կաշառք են տվել։ Առավել ևս վստահորդս էլ իր երթին իր ղեկավարի հետ այդ կաշառքի գումարով կիսվել։ Պաշտպանական կողմի պնդման վարույթն իրականացնող մարմինը ներքին դիտում իրականացնելու ժամանակ ձեռք բերված խոսակցությունները վերագրում է իբրև կաշառք ստանալու դրվագ, մինչդեռ դրանք կենցաղային բնույթի խոսակցություններ են եղել, որոնցում ըստ փաստաբանների որևէ կերպ արձանագրված չէ կաշառքի հանգամանքը։ Ներքին դիտում օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելիս նախաձեռնող կողմը արձանագրել է աշխատանքային կոլեկտիվի անդամների միջև առկա խոսակցություններ։ Այդ խոսակցությունները վերագրվում է որպես կաշառք ստանալու եւ կաշառք տալու տեսանկյունից։ Մինչդեռ նշված խոսակցություններով չի հաստատվում, որ այդ խոսակցությունները աշխատանքային կոլեկտիվի անդամների միջև, այդ թվում նաև իմ պաշտպանյալի նույն անտառապետերի միջև, դրանք վերաբերվում են հենց կաշառք ստանալուն։ Այսինքն կարա այդ խոսակցությունը մեկնաբանվի առօրյա աշխատանքային պրոցեսում, այդ թվում նաև ընկերական հարաբերություններ ունենալու պայմաններում որոշակի ֆինանսական բնույթի խոսակցություն։ Այսինքն բնականաբար, եթե աշխատանքային կոլեկտիվ է, մեկը մյուսին նաև որոշակի ընկերական հարաբերություններ ձևավորելու պայմաններում հնարավոր է օրինակ պարտքով գումար տա, պարտքով գումար վերցնի, ընդհանուր օրինակ կոլեկտիվում, չգիտեմ, ընդհանուր միջոցառում կազմակերպելու համար ընդհանուր գումարներ հավաքագրվի։ Այսինքն այդ խոսակցությունները իրանք թե ուղղակի թե անուղղակի կերպով առնչություն չունեն կաշառք ստանալու կամ տալու հետ։ Բայց ինչևից է վարույթ իրականացնող մարմինը գտել է, որ այդ եղած տեղեկությունները բավարար են, որպեսզի գործ ուղարկի դատան, այսինքն մեծապես հավանական է համարել դատապարտումը անձանց, հիմք ընդունելով նշված օպերատիվ տվյալները եւ գործ ուղարկել է դատան։ Փաստաբան Հրանտ Վարդանյանի խոսքով գործով կա մեկ անձ, ով տվել է ինքնախոստովանական ցուցմունք։ Հակընդդեմ հարցման իրավունքը չի ապահովվել, սակայն դատաքննության փուլում արդեն մի շարք փաստական հանգամանքների վերաբերյալ ձեռք բերված ապացույցների հիմքերը առավել ակնհայտ կլինեն։ Կամ մի անձով խոստովանական ցուցմունք է տվել, վարույթն իրականացնող մարմինը հակընդդեմ հարցման իրավունքը չի ապահովել, այդ իրավունքից բնականաբար կօգտվենք
դատաքննության ընթացքում դա պետության պոզիտիվ պարտականությունն է կամ նախաքննության ընթացքում պետք է ապահովի մեղադրյալի ակնդեմ հարցման իրավունքը կամ դատաքննության ընթացքում։ Մյուս 4 դրվագներով բացարձակ որևէ տեղեկություն առկա չէ։ Փաստաբանի խոսքով իրականացված նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինը կաշառք ստանալու դրվագ է վերագրել հոր կողմից իբրև որդուն տված գումարը։ Իսկ բանին վստահորդին առաջադրվել էր մեղադրանք որդուց կաշառք ստանալու համար, որը քննության ամբողջությամբ հերքվեց, ընդ որում հայր ու որդու բնակվում են նույն տանը։ Որդուն եւս փորձեցին կալանավորել, կալանավորման փորձը չհաջողվեց բնականաբար։ Դատարանները արձանագրեցին հիմնավոր կասկածի բացակայությունը թե առաջի Ացյանի դատարանը, թե Վերաքննիչ եւ թե Վճռաբեկ դատարանը։ Գործի վերջնական քննության փուլում որդու վրայից քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում կայացրեցին եւ այսպես ասած մեղադրանքը հանեցին ժողովրդական լեզվով ասած, չհաստատվեց։ Բնականաբար նաեւ այդ դրվագով վստահորդից նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հանվեց եւ նշված որդուց կաշառք ստանալու դրվագով այլևս Տիգրան Ղարիբյանը չի մեղադրվում կաշառք ստանալու մեջ։ Մյուս դրվագներով հիմնականում չպարզված անձանցից չպարզված վայրերում ապօրինի ծառայահատման համար ստացած գումարներ են իբր թե։ Մեղադրյալի կարգավիճակ ունեցող անտարտնտեսության տնօրենի պաշտպանությունը ստանձնած Սամվել Անդրեասյանի խոսքով իր վստահորդի պաշտոնավարման ողջ ընթացքում իրականացված ստուգումների արդյունքները միշտ եղել են գոհացնող։ Այս տարիների ընթացքում որևէ ապօրինի ծառայահատման դրվագ ստուգման ակտերի համաձայն չի գրանցվել։ Իմ պաշտպանյալի պաշտոնավարման ամբողջ ընթացքում Ջիլիզայի անտարտնտեսություն մասնաճյուղը փաստացի իր աշխատանքային արդյունավետությամբ, իր աշխատանքային կարգապահությամբ, մնացած մյուս հանգամանքներով պայմանավորված, կարելի ասել առաջատար դիրքերում ա եղել։ Մյուս անտարտնտեսությունների հետ համեմատած։ Պաշտոնավարումից առ այսօր իրականացվել են նաև մի շարք ստուգումներ, որոնց արդյունքում ապօրինի ծառայահատման վերաբերյալ ստուգման արդյունքներով որևէ փաստ չի արձանագրվել։ Սա էլ կարևոր հանգամանք է, իրանք մեծ հաշվով խոսքը գնում է, եթե չեմ սխալվում, մոտարապես մի 25 ծառի մասին, բայց բնականաբար ստուգման ակտեր կան այս տարիների ընթացքում, որոնց մասով Ջիլիզա անտարտնտեսությունում էապես ու տենց որ լուրջ խախտումներ չի հայտնաբերվել, առավելապես հենց ապօրինի հատված ծառերի մասին։ Ավելին, մինչ օրս չկա գեթ 1 ապացույց, որով հիմնավորվում է ապօրինի հատված ծառերի հանգամանքը։ Մեղադրյալների մեղադրանքի հիմքում դրված է, որ վերջիներս կաշառք են ստացել ապօրինի ծառայահատում թույլ տալու համար, բայց առ այսօր նախաքննության փուլից սկսած որևիցե ապացույց չկա, որ նշված անտարտնտեսության մասնաճյուղում եւ մյուս տարածքներում տեղի ունեցել ապօրինի ծառայահատում։ Այսինքն բոլորի մեղադրանքների հիմքում ընկած է, որ տեղի ունեցել ապօրինի ծառայահատում, բայց ապօրինի ծառայահատման հանգամանքը չի հաստատվել որևիցե ապացույցով։ Տեսեք, նշանակվել է համապատասխան ստուգման արդյունքները ստուգումը չավարտած գործ ուղարկվել է դատարան։ Հիմա ստուգման արդյունքների վերաբերյալ բնականաբար մենք տեղեկատվություն չունենք, բայց սպասում ենք, թե ստուգման արդյունքները վերջիվերջին ստուգումը ինչ արդյունք կտա։ Բայց իմ խորին համոզմամբ որևիցե անօրինական գործողություն տեղի չունեցել, առավել ևս ապօրինի ծառ չի հատվել։ Հակառակ դեպքում, եթե ապօրինի ծառ հատված լիներ, այդ հանգամանքը գոնե որոշ ապացույցներով հաստատված կլիներ։ Այսինքն այս պայն ունենք մեղադրանք, որի հիմքում դրված է ապօրինի ծառայահատման դիմաց կաշառք ստանալ, բայց ապօրինի հատված ծառերի վերաբերյալ որևիցե ապացույց ձեռք չի բերվել։ Այդ լայնածավալ քննչական գործողությունները, որոնք որ իրականացվում են, դրանց նպատակը ապացույց ձեռք բերելն է։ Լայնածավալ քննչական գործողությունների ընթացքում իրանք ապացույցներ են ձեռք բերել, որ չպարզված անձը, չպարզված չափի, չպարզված վայրից, չպարզված հանգամանքների համար տվել է չպարզված կաշառք։ Այսինքն այդ լայնածավալ գործողությունների արդյունքում չպարզված բոլոր հանգամանքներն են։ Մեղադրյալներից 6 պաշտոնատար անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Նրանցից միայն մեկն է գտնվել կալանքի տակ։ Խափանմիջոց կիրառվել է կալանքը 2 ամիս ժամանակով, հետագայում եւս 2 ամիս ժամանակով երկարաձգվել է կալանքի ժամկետը,
Սակայն երրորդ անգամ արդեն երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը դատանի կողմից բավարարվել է մասնակի եւ ընտրվել է տնային կալանք խափանմիջոց, երբ գործը արդեն նախաքննությունը ավարտվեց եւ գործ ուղարկվեց դատարան, դատարանում նախնական դատալսումների փուլում քննության առարկա դարձվեց նաեւ ընտրված խափանմիջոցների հիմնավոր կամ անհիմն լինելու հարցը եւ դատարանը որոշեց, որ տվյալ փուլում տնային կալանք խափանմիջոցը պետք է փոփոխվի ավելի մեծ խափանմիջոցով եւ իմ պաշտպանյալի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն խափանմիջոց։ Նախկինում նշեմ, որ տնային կալանք խափանմիջոցի հետ զուգահեռ նաեւ կիրառվել էր 15 միլիոն դրամ գրավ խափանմիջոցը, իսկ նախնական դատալսումների փուլում 15 միլիոն դրամ գրավի գումարը նաև նվազեցվեց 5 միլիոն դրամով։ Իմ վստահորդը գտնվում է կալանքի տակ, մյուս բոլոր գործով անցնող անձիկ կամ գտնվում են տնային կալանքի տակ կամ գտնվում են այլ ազատությունից զրկելու հետ չկապված խափանմիջոցի տակ։ Վստահ ենք, որ առաջի դատական նիստով կփոխվի մեր վստահորդի խափանմիջոցը, քանի որ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը եւս արձանագրել է, որ վերջին անգամ Տիգրան Ղարիբյանի կալանքի տակ պահելու ժամկետի երկարաձգումը հաստատելիս դատարանը թույլ է տվել դատական սխալ, պետք է ավելի մեղմ այլընտրանքային խափանմիջոց կիրառեր, քանի որ ոչ պատշաճ վարքագծի դրսևորման ռիսկը արդեն իսկ նվազել էր։ Այնինչ հակակոռուպցիոն դատարանը եկել էր սխալ եզրանկման եւ վստահորդը շարունակում է գտնվել կալանքի տակ։ Մենք կապ հաստատեցին գործով ներգրաված բոլոր փաստաբանների հետ։ Նրանցից շատերը միայն շեշտեցին, որ իրենց վստահորդներն անմեղ են եւ չեն ընդունում առաջադրված մեղադրանքները, իսկ դատաքննության հաջորդ փուլերում կխոսեն, եթե նկատեն դատավարական բացթողումներ կամ գտնեն դրա անհրաժեշտությունը։ Վերջին դատալսումները տեղի ունեցան մայիսի 23-ին։ Հենց այդ ժամանակ էլ դատարանը բոլոր մեղադրյալների խափանման միջոցների փոփոխություն իրականացրեց։ Մեղադրյալների նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն։ Հրանտ Վարդանյանի վստահորդի նկատմամբ կիրառվեց նաև 12 միլիոն 400 հազար դրամի չափով անշարժ գույքի գրավ, ինչ ապագա ունի այս քրեական գործը եւ արդյոք դատարանում մեղադրող կողմը կկարողանա հիմնավորել մեղադրանքն ու հասնել հաջողության։ Այս հարցերի պատասխանները կներկայացնենք մեր հետագա թողարկումներում։